Ջանոյան, բարև ձեզ, նախ ձեզ ուզում եմ ողջունել Ավստրալիայի հայ համայնքի կողմից եւ հատկապես ավստրալիահայ պատանիների անունից, որոնց հայանպաստ եւ հայագիտական դաստիարակության կրթության հարցը այսօրվա մեր հայ ավստրալիական համայնքի հիմնախնդիրներից մեկն է եւ առաջին հարցը, որ ուզում եմ ձեզ ուղղել, որպես վաստակաշատ եւ փորձառու մասնագետ մանկավարժ եւ հայասպետ կրթօջախի հիմնադիր եւ ղեկավար, դուք ինչպես կգնահատեիք այսօր Հայաստանի պատանիների հայ ազգային կրթության դաստիարակության հիմնախնդիրները, հեռանկարները եւ առհասարակ ինչ եք կարծում այդ առումով։ Ցավոք շատ լավ բան չեմ կարող ասել, որովհետեւ եւ այսօր եւ երեք Հայաստանում իրականում անկախությունից ի վեր չստացվեց ազգային կրթության հայեցակարգ եւ մեր նոր հանրապետության հիմքը, որ ամենակարևորն էր, կրթությունն է ի վերջո ամեն ինչի հիմքը, չազգայնացվեց։ Եվ մենք ավելի շատ որդեգրեցինք կարկատոնային քաղաքականություն կրթության մեջ եւ սկսեցինք այստեղից այնտեղից վերցնել տարբեր Բոլոնյան, մյուս խոսքերի միջոց կմտածում այդ քաղաքականությունը, որը եւ կորցրեց մեր կրթության իրական դեմքը, հեռացավ մեր ազգային հոգեգործվածքից եւ խճճվեցինք, ես չգիտեմ պատճառը որն էր, դրսից էր թելադրված, ներսից անկարողության արդյունքներ, չգիտեմ, բայց փաստ է, որ այսօր Հայաստանում հանրակրթության վիճակը շատ քաոսային է, բոլոր առումներով, մանկավարժական ճգնաժամի առումով, որտեղ բաճետ ուշադրություն չդարձրինք ուսուցչի կարևորությանը, դասագրքերի վիճակը խայտառակ է, ուղղակի անհնարին խայտառակ վիճակ է, դպրոցները դուք գիտեք հավանաբար, որ այսօր Հայաստանի ամբողջ Հայաստանի տարածքով փակվում են դպրոցներ, միավորվում են գյուղեր, համայնքներ եւ որը բերելու է ազգաբնակչության կենտրոնացմանը քաղաքներում հիմնականում, որտեղ հայ մարդը որքան էլ որ հասկանալի է, միշտ պաշտամունք է ունեցել կրթության նկատմամբ իր զավակին կրթության տալու ամեն գնով եւ ինչու եմ ասում տարօրինակ է, որտեղ նման հակումներ ունեցող ազգը պիտի փայլուն կրթական համակարգ ստեղծած լիներ, բայց մենք ունենք փայլուն կրթական գործիչներ, բայց չունենք համակարգը, որը պայմանավորված է երբևէ Հայաստանում ազգային իշխանություն չունենալու հանգամանքով, երբևէ մեր պետության իշխանությունը 100 տարի արդեն ազգային չի եղել, չի գիտակցել, անգամ եթե չեմ ուզում որևէ մեկին ինչ-որ բան քննադատել, անգամ եթե իրենց մտքում ինչ-որտեղ ցանկացել են, չեն գիտակցել կարևորությունը եւ չեն ունեցել ազգային կրթություն հենց, որ հասկանան նաև թե ինչ է ազգային կրթությունը։ Դա շատ խորը ընկալմամբ, շատ խորը գիտակցությամբ եւ մեծ նպատակներով ստացված համակարգ պիտի լինի։ Չկա այսօր, չունենք։ Ունենք փոքրիկ դպրոց-օջախներ, ունենք շատ մանկավարժներ, նվիրյալ մանկավարժներ, որոնք փորձում են այնուամենայնիվ իրենց փոքրումսային են տանում ազգապահպանության ամբողջ ծանրությունը եւ պարզապես ելնելով մեր մյուս տարօրինակատվությամբ, որ մենք ինչ էլ որ լինի, ուր էլ գնանք աշխարհի որ ծայրել հասնենք, միշտ ամեն ինչ անում ենք մեր ազգայինը պահպանելու, մեր տեսակը պահպանելու, իհարկե ոչ բոլորի մասին է խոսքը, դեռ դիմանում ենք։ Այսօրվա իրավիճակը Հայաստանում ես կարող եմ գնահատել, դեռ դիմանում ենք, դեռ փորձում ենք փոքրիկ օջախներով պահել ազգայինը։ Վաղ ինչ կլինի, շատ խավար է։ Պարզապես հույսը վերջինն եմ մեռնում եւ մենք հանուն մեր երազանքների, հանուն մեր հավատի, հույսի եւ հանուն մեր ընկած հերոսների, դարերով ընկած հերոսների, որոնք հենց դրա համար տվեցին իրենց կյանքը, փորձում ենք պահել մինչև մի լույս կբացվի։ Եվ մեզ հայտնի է, որ հայասպետը ձեր նշած այդ փոքրաթիվ կրթօջախներից է, որը փորձում է պահպանել եւ զարգացնել հայ ազգային կրթությունը, ապահովել դա մեր մատաղ սերնդի հետ կապված։ Այդ հայասպետը այսօր
ինչ հնարավորություններ ունի եւ ինչ մարտահրավերներ։ Փոքր դպրոց է մեր դպրոցը, միջին ավելի շուտ Երևանյան եւ ընկալման եւ ամբողջ հանրապետության ընկալման 350 աշակերտ ունենք մոտ։ Հնարավորությունները իհարկե քիչ են, որովհետեւ մենք ոչ պետական ենք, մասնավոր դպրոց ենք, մեր ֆինանսավորումը միայն մեր ծնողների վիճարներից է գոյանում։ Սկզբում երբ բացեցինք 3 տարի անվճար փորձեցինք պահել, որովհետև աշխորհ ընկալում ունեինք, որպեսզի լավագույններին դեր կանգնենք, պետք է հնարավորություն տանք լավագույնին, ոչ թե փող ունեցողին, բայց հույսեր ունեինք, որ հնարավորի միջոցով կպահենք, բայց բնականաբար մենք չունենք ազգային օլիգարխիա, չկա ընկալում ազգային կրթության կարևորության եւ բնականաբար դրա համար Հայաստանում միլիոններ կան, որոնք կարող են ճիշտ ներդրվել, չեն ներդրվում։ Դրա համար էլ ազգային դպրոցը չի կայանում։ Դրա համար մենք փորձեցինք արդեն գնալ մյուս տարբերակով, այսինքն վճարման տարբերակով եւ գոնե այս ազգային փոքրիկ օջախը ծնողների ուժերով կարողանում ենք, ծնողների վճարներով կարողանում ենք պահել եւ զարգացնել։ Ինչ կլինի վաղը, մեծ հույսեր ունենք, կախված նաև իշխանափոխության հետ, ի վերջո գիշերը չի կարող հավերժ լինել եւ մի օր ոչինչ հավերժ չէ եւ մի օր փոխվելու են եւ քամիները քաղաքական, աշխարհաքաղաքական եւ նաև ի վերջո իշխանությունը փոխվի, հույս ունենք, որ մի օր կգա ազգային իշխանություն եւ մինչեւ այդ ազգային իշխանության գալը պետք է սերունդ մեծացնել, որը հենց կձևավորի այդ նոր իշխանությունը եւ որը կլինի հայրենապահ, հայրենատեր եւ չի վախենա ինքնուրույն իր ճակատագիրը կերտելուց, այլ ոչ թե դառնալու այս կամ այն աշխարհաքաղաքական ուժի ստրոկը։ Մեզ ինքնադավան, ինքնահավատ սերունդ է պետք եւ բոլորովին պարտադիր չէ, որ դա ամբողջ հանրակրթությունը հոգա, շատ լավ կլիներ իհարկե, դա փառահեղ կլիներ եւ շատ ավելի կարճ ճանապարհով կհասնեինք մեր երազանքներին, բայց քանի որ այդ երջանիկ հնարավորությունը չունենք, մենք էլ առաջնորդվում ենք այն խնդրի մեր սասնածավերի գաղափարախոսությամբ, երբ որ չի մնում այլ ոչ մի ճար, խնդրեն են գտնում հնար այս սկզբունքով, այսպես կողում ենք դեռ այս փոքրիկ օջախ։ Եվ նշելով այս սերունդի մասին, ես վստահ եմ, որ դուք չեք առանձնացնում Հայաստանի եւ Սփյուռքի մեր հայ երիտասարդների սերունդները եւ այդ առումով, որպեսզի քանի որ մեր նպատակները ձեր նշած այդ հայեցակարգերում համընկնում են Սփյուռքի հայ երիտասարդների եւ սերնդի եւ Հայաստանի հայ ազգային, որը առավելապես Սփյուռքում դառնում է հրամայական լինելով, այլ միջավայրում, որտեղ ազդեցությունները ավելի ուղղակի են, քան Հայաստանում, որոնք ավելի աստիճանական եւ թերևս աննկատ են։ Այդ առումով մեր այսպես համընդհանուր նպատակների առումով դուք ինչպես եք տեսնում համագործակցությունը թեկուզ հայ ասպետի եւ օրինակ ավստրալիահայ դպրոցների միջեւ կան հեռանկարներ, որոնք երկուստեք նպաստավոր են։ Իհարկե, հնարավորություններ եւ հեռանկարներ միշտ կան եւ դրանք շատ մեծ են, բայց Սփյուռքի դերը հայրենիքի ճակատագրի հարցում եւ կրթության մեջ ես կձևակերպեմ այսպես. մի մոնթե մի ամբողջ սերունդ է դաստիարակել, մոնթեն Սփյուռքից էր, Հայաստանից չէր։ Այսօր Հայաստանում, երբ որ ասում ես հերոս, մենք շատ հերոսներ ենք ունեցել դարեր շարունակ, բայց հերոսի հավաքական կերպարը ժողովրդի մեջ Մոնթեով է։ Եվ ոչ ոք չի մոռանում, որ նա դրսից էր, Ոչ ոք չի առանձնացնում, որ նա Սփյուռքից էր, ընդհակառակը դա շատ ավելի ավելացնում է իր կշիռը, որովհետև Հայաստանում ապրել եւ հանում քո ապրած վայրի պայքարելն այլ է եւ դրսից թողնել քո մեծ հնարավորություններ ու գալ պայքարել քո հայրենիքի համար բոլորովին այլ է։ Եվ հետեւաբար ես համոզված եմ, որ Սփյուռքում հազարավոր մոնթեներ կան։ Եվ Սփյուռքի հայ ուսուցչի գործը շատ կարևոր է այդ մոնթեներին տեղ հասցնելու, այդ մոնթեների մեջ վառելու հայկի դարերի վեր տված հանձնարարականը, այդ լույսը, այդ ջրակը վառելու եւ նրանցով էլ հենց պայմանավորված մեր ապագան կերտելու։ Մենք չպետք է մոռանանք, որ թեև մենք համարյա չենք օգտագործում, նույնիսկ իսկ հիմա ընդհանրապես չենք օգտագործում, ավելին փորձում ենք
խզել բոլոր կապերը, բայց մենք արդեն ցանցային ազգ ենք, մենք համաշխարհային ազգ ենք արդեն այդ առումով, ամենուր ենք մենք, եւ հայն որ գնում այնտեղ փոքրիկ հայրենիք է ստեղծում, սրա մեջ կա մեր եւ դժբախտությունը, եւ նաեւ առավելությունը, եւ մենք եթե խելացի լինենք, պիտի առավելությունը օգտագործենք, հնարավորությունները դրա օգտագործենք, եւ ոչ թե ընդհակառակը միայն մկտանք, որ հեռացան հայրենիքից, հեռացան, իսկ ով է մեզ խանգարում աշխարհը մեր հայրենիքը դարձնել։ Եվ ես հենց ուզում էի նշել, որ Մոնթեների իհարկե դա բնավորություն է, դա կերտվածք է, հոգի կերտվածք է, բայց եղել են ուսուցիչներ, որոնք այդ ամենը դրել են այդ, ինչպես ասել, այդ լույս են տվել դրան, հանել են բեմ եւ զարգացրել են։ Հիմա խոսելով մանկավարժների մասին, Սփյուռքի եւ Հայաստանի նրանց համագործակցության, միասին այդ հայ ազգային ինքնությունը ամրապնդելու, զարգացնելու, լրիվ նոր հարթակ բարձրացնելու առումով, ինչ եք կարծում, ինչ ունեն միմյանց փոխանցելու, որտեղ հայտնի է, որ փորձի փոխանակումն է զարգացման գրավականը։ Օրինակ, եթե վերցնենք մեր մասնագետ, ձեր նշված կրթության գործիչները, լավագույն կրթության գործիչները, իրենք ինչպես կարող են օգտակար լինել այսօր մեր Սփյուռքի մանկավարժներին։ Գիտեք, ես տարիներ շարունակ մասնակցել եմ Հայաստանի Հանրապետության կազմակերպած սփյուռքահայ ուսուցիչների համար սեմինարներին։ Ցավոք դրանք միշտ չէ որ արդյունավետ են եղել, որտեղ նախ Սփյուռքից գալիս էին հիմնականում ոչ մանկավարժներ, կեսը մանկավարժ էին, կեսը ինչ-որ ծանոթով բարեկամով ուղղակի եկած Հայաստան հանգստանալու։ Ճշմարտությունը մեկն է եւ այդ մենք հիմա գիտեք մեր ամենամեծ խնդիրը որն է։ Պետք է այլևս ոչինչ չթաքցվի, պետք է ճշմարտությունը ասվի ամեն ինչի մասին։ Հայ ժողովուրդը այսօր ամենաշատը կարիք ունի ճշմարտությունը բարձրաձայնելու։ Որտեղ առաջ ասում էին Արցախը կա, ամեն ինչ պետք է լռել, դիմանանք Արցախը պահենք, հիմա տվեցին Արցախը, այլևս ոչ մի բան չկա, որի պատճառով պիտի մենք լռենք եւ ճշմարտությունը չգոռանք։ Հիմա պիտի գոռանք, անգամ ոչ թե բարձրաձայնենք։ Եվ փաստ է, որ Սփյուռք հայրենիք այդ կապը եւ նույնիսկ հսկայական ֆինանսներ մսխվում էին ոչ ամբողջական արդյունավետությամբ։ Հիմա քանի որ այս պահին էլ չունենք այն իշխանությունը, որը դրա գիտակցում ունի եւ դրա ցանկությունը ունի եւ դրա հրահանգը ունի, որովհետեւ իմ խորին համոզմամբ այս իշխանությունները դրսից են հրահանգված գործում, մենք պիտի մտածենք, իսկ եթե ունենայինք այս բոլոր հնարավորությունները, չէ, համոզված եմ ձեր հարցը այս դեպքում է գալիս, իսկ եթե նաեւ չունենք այդ հնարավորությունները, ինչ անել։ Մեզ ոչ ոք չի կարող հանգարել իրար հետ համագործակցելու եւ դրա համար նույնիսկ մեզ իշխանությունները մեզ շատ կարող են օգնել, բայց նաեւ չեն կարող հանգարել, եթե մենք ունենք մեծ ցանկությունը։ Չկա նժդեհներ ասում, չկա չեմ կարող, կա չեմ ուզում։ Հիմա ինչ կարող են տալ, ասենք մեր մանկավարժների իրար, այնպես չի որ միայն Հայաստանի մանկավարժները կարող են Սփյուռքին տալ, Սփյուռքի մանկավարժներն էլ առավել եւս մեր կարող մանկավարժներից շատերը հեռացել են հայրենիքից եւ շատ ուրախ եմ, որ նրանք այնտեղ են վարել հայ կրթության կրակը։ Նախ եւ առաջ ամենակարևորը իրար կարող են ուշ տալ իրար հետ լինելով։ Սա շատ կարևոր է, որովհետեւ այսօր դուք գիտեք ինչ կարևոր բան է մեզ համար միասնությունը եւ հասկանալը, որ մենք միասին ենք, ազգակիցները, որտեղ հասարակությունը, հայ հասարակությունը այսօր շատ քաոսային վիճակում է եւ ցավոք ազգակիցները մեծ թիվ չեն կազմում, բայց նրանք աշխարհում են շատ մեծ թիվ կազմում։ Հիմա մեր հանդիպումը ազգակիցների հանդիպումը մեզ իրականում մեզ իրար հետ բերել հանդիպեցրել է ազգային։ Հետևաբար մենք պիտի այո գտնենք իրար եւ եթե այդ ցանցային պատկերացրեք որ ստեղծենք, ինչ մեծ գործ կատարած կլինենք, որովհետեւ այսօր կրթությունն այլևս այն հին ավանդական ձևով սպառել է իրեն, այսօր տեխնոլոգիաներն են մեր սերունդների ձեռքի տակ եւ ուսուցիչը որպես միայն կրթության ինֆորմացիայի աղբյուր այլևս միակը չէ։ Ուսուցիչը հիմա պիտի դառնա ընդհանրապես ուղեկցողը, ուղղորդողը։ Հետևաբար բոլորովին կարևոր չէ ուսուցիչը որտեղ է գտնվում։ Ինքը Հայաստանից կարող է Ավստրալիայում ուսուցչություն անել, Ավստրալիայից Հայաստանում ուսուցչություն անել,
Հենց այդ պատճառով էլ մենք հիմա ստեղծել ենք ընկերներով ստեղծել ենք ազգային կրթության խորհուրդ եւ փորձում ենք ստեղծել հեռավար կրթության համակարգ, ազգային համակարգ, հայեցակարգով, ամեն ինչով, չափորոշիչներով, ամեն ինչով երկու նպատակով, նախ որպեսզի սփյուռքահայ ուսուցիչները կարողանան դրանից օգտվել, առարկաները բոլորը իրենց ծրագրերով, ուսումնական պլաններով, ամերով ստեղծում ենք, արդեն քանի գրքեր ունենք, իսկ երկրորդը, որ երբ որ ազգային իշխանություն ստիպված չլինի զրոյից սկսելու, մենք նրանց արդեն մեր ինքերը դրված կլինեն եւ նրանք ընդհանրապես խմբագրելու կարիք կզգան, ոչ թե ստեղծելու։ Այնպես որ այդպես չի, որ ոչինչ չի արվում, գիտեք, մութը իր մեջ է պարունակում լույսը եւ այդ այսօրվա դժվարությունները ի վերջո ստիպում են մեզ ավելի լավ աշխատել, ավելի նպատակային աշխատել եւ ավելի հեռուն նայելով։ Ընդհանրապես խաղաղությունը վտանգավոր բան է, որովհետեւ երբ որ խաղաղ ես, երբ որ ամեն ինչ լավ է, մենք 30 տարի եղանք խաղաղության թմիրի մեջ եւ կորցրեցինք շատ հնարավորություններ։ Հիմա այս մեր գլխին կախված այս ամենօրյա դամոկլյան սուրը մեզ ստիպում է ամեն օր մտածել ազգապահպանության, մեր ինքնության, մեր դրա միջոցի կրթության, ազգային հայեցակարգի մասին եւ գործում ենք, բոլոր հնարավոր ուժերով ենք գործում, հուսով եմ, որ անպայման, իսկ նա ով պայքարում է, նա ով գործում է, մի օր անպայման տեղ է հասնում, հազարամղոն ճանապարհները սկսվում են քայլելուց ընդհանրապես, քայլում ենք եւ պատրաստ ենք Սփյուռքից եկող յուրաքանչյուր ազգի պատասխանել, աջակցել, ստանալ նաև աջակցություն, իրար օգնելով շատ բան կարող ենք անել։ Պարզապես պետք է չկանգնել, պետք է քայլել, որովհետև ի վերջո մենք ընդհանրապես ժամանակի փոշի ենք, հատիկ ենք, իսկ հայրենիք հավերժ է, եւ ի վերջո մենք ծնվել ենք, ինչու ենք հայ ծնվել, կարող ենք ռուս ծնվել, ամերիկացի ծնվել, մենք ծնվել ենք, ուրեմն ունենք առաքելություն մեր հայրենիքն ու մեր ազգը պահպանելու այդ շղթայի մեջ մեր հատիկի դերը ունենալու։ Սա է ամբողջ։ Հետաքրքիր է, երբ դուք խոսեցիք հատկապես իշխանությունների կողմից այդ սատարումը հայ ազգային կրթության չստանալու, հետաքրքիր է, որ այդ առումով ինչու նաև Սփյուռքի հետ համագործակցությունը կարող է օգտակար լինել, որովհետև Սփյուռքի, ասես ասեմ, առաջադեմ կամ այն կազմակերպությունները, որոնք այսօր կազմակերպեն կրթությունը եւ այլ ձեռնարկները, որոնք ձեռքին են այդ լծակները, իրենք անջատ են Հայաստանի իշխանությունից եւ կառավարությունից եւ այդ առումով իրենք ոչինչ չի թելադրելու, անջատ են եւ իրենք ոչինչ չունեն գործնելու եւ երկրորդը գտնվելով Սփյուռքում ավելի քան առաջնահերթ եւ ավելի քան այսպես տագնապային է դառնում ազգապահպանությունը, այն ինչը այստեղ Հայաստանում ապրողների համար, որովհետև շատ աննկատ է այդ ազդեցությունները եւ այն ինչ կորցնում են կորուստները լինում չեն նկատում եւ այդ հրամայականը կանգնած չէ, իսկ Սփյուռքում գտնվելով երբ որ արդեն երեխան դադարում է խոսել հայերեն կամ ծնված օրվանից չի խոսում կամ օրվա մեջ քանի ժամ է լսում հայերեն լեզուն, ինչքանով է տեղյակ հայցուց, այդ տագնապները անընդհատ են եւ այդ առումով թերևս Սփյուռքի մանկավարժների մոտ ավելի այսպես առաջնահերթ է հենց ինչ որ սովորեցնում ես ազգային, հայ ազգային դասիրակչության հիմունքներով սովորեցնելը ոչ թե միայն գրագիտություն եւ այդ առումով երևի ավելի մեր նպատակները համընկնում են եւ Սփյուռքի հետ համագործակցությունը այսպես կարող է շատ խթան լինել, ինչ որ ավելի լավ արդյունքներ ստանալու ինչ եք կարծում։ Այո, տեսեք մենք հիմա Հայաստանում մեր հայրենիքում հայտնվել ենք նույն Սփյուռքի համայնք կարգավիճակում, որովհետև այսօր ազգայինի դեմ այս ամբողջ արշավները մեզ ստիպում են, ես արդեն ասացի, մեզ ստիպում են ավելի աչալուր դառնալ, ավելի մենք էլ հիմա ամեն ինչ անում ենք, որ կարողանանք հայ երեխայի մեջ իրական ազգային դիմանկար կերտել, ոգի կերտել եւ նաեւ իրեն դարձնել, ոչ միայն իրեն կերտել, այլ իրեն դարձնել կերտող, կարողանալ դառնա իր արժեքների։ Այսօր արժեքամերժ մենք ժամանակներում ենք ապրում
Եվ այս իրավիճակում շատ դժվարանում է մեր գործը, ինչպես Սփյուռքում, չէ, բայց նաև շատ նպատակային է դառնում, որ եւ ինքը հենց արդեն ազգային իր պահպանությունը դառնում է արժեք։ Եվ հենց դրանով է պայմանավորված, որ այսօր մեր դպրոցը ունի շատ մեծ պահանջարկ, որտեղ ծնողները գալիս են ասում են, մենք ուզում ենք հենց դրա համար, Տիկին որ մեր դպրոցը ազգային է, մենք ուզում ենք մեր երեխան հայ մեծանա, ամենաշատ կրկնվող բառը։ Ասենք օրինակ այս տարի առաջին դասարանի համար մի տեղի համար 5 դիմորդ էր մեզ մոտ, հա, բավականին մեծ մրցակցություն կար։ Եվ երբ որ հարցնում ես ինչու եք դիմել մեր դպրոց, առաջին պատասխանը դա է, որ մենք գիտենք, որ սա ազգային դարբնոց է, կրթության եւ ուզում ենք մեր երեխան հայ մեծանա։ Այսինքն Հայաստանում ապրող հայը սա եւ դժբախտություն է նաեւ վտանգ է տեսնում իր երեխայի հայ մեծանալու հարցում եւ միաժամանակ հուշող օգնող հանգամանք է, որ մենք հասկանում ենք, որ կա պահանջարկ, ուրեմն կապրի հայը։ Քանի դեռ կա այդ պահանջարկ, ուրեմն կապրի հայը եւ դա լինի Հայաստանում եւ թե լինի դրսում։ Իսկ այդ հարցում եթե մենք իրար փորձենք օգնել, կարծում եմ բավականին մեծ հնարավորություններ կան եւ ասպարեզ կա իրար հետ համագործակցելու, ընդհանուր միջև փոխադարձ այցելություններ, երեխաների կապի ստեղծում։ Ուրեմն մենք շատ ավելի քիչ կարող ենք տալ ասենք Ավստրալիայում ապրող հայ երեխային, քան թե այստեղ մեր իր հետ ընկերացած ընկերը։ Միանշանակ եւ այսօր այս գլոբալիզացիայի պայմաններում իրանք շատ ավելի արագ իրար կհասկանան, որովհետեւ բոլորը լսում են նույն երաժշտությունը, բոլորը նույն բաներ, այդ առումով բավականին միասնական է, նրանց աշխարհայացքն էլ արդեն նույնն է։ Նշեցիք, որ ծնողների այդ աշխատանքը, գիտեք, ավելի քան երևի որևէ այլտեղ Սփյուռքի ծնողները կարիք ունեն այդ ոգեշնչման, որովհետև եթե այստեղ ծնողները որոշ ծնողներ գիտակցում են այդ վտանգը, ճգնաժամը, կորուստը եւ բերում են երեխաներին այստեղ, մենք Սփյուռքում ծնողները զբաղ են իրենց գործերով եւ չեն միգուցե այդքան պատկերացնում, որովհետև դա ամեն օր չի կանգնած իրենց միայն գուցե սահմանափակվում է հայերեն խոսքով, հայերեն խոսալով, բայց ձեր կայքում նշված է հայրենաճանաչ, հայրենատեր ոգու ոգեշնչումը ծնողները առաջին հերթին կարիք ունեն, որովհետև ի վերջո նրանք են երեխաների ձեռքը բռնած տանելու դպրոց։ Ես այստեղ ձեր դերը ավելի մեծ եմ տեսնում օրինակ եւ ձեր նման մանկավարժների, մասնագետների, որ այցելություն կատարեն հենց Սփյուռքի եւ հենց Ավստրալիա-հայ օջախները, օրինակ մեկ հանդիպում ծնողների հետ։ Դա ամենակարևորն է աշակերտների հետ, այո, բայց առավել կարևոր է ծնողների հետ այդ հանդիպումը եւ սկզբունքները բացատրելը։ Տեսեք, ի վերջո յուրաքանչյուր ծնող, որտեղ էլ որ ինքը ապրի, ինքը ամեն ինչ անում է, որ իր երեխան ուժեղ մարդ դառնա, հզոր մարդ դառնա։ Իսկ մենք շատ լավ գիտենք, որ ցանկացած ծառ առանց արմատների միևնույն է, թույլ է։ Ինչքան ուզում է հաստաբուն լինի, միևնույն է, եթե արմատներով չի սնվում իր մայր հողից, ինքը թույլ է միևնույն է։ Հետևաբար ծնողին պետք է բացատրել, թե ինքնաճանաչողությունը իր ինքնության հզոր այդ գանձարանից օգտվելը ինչքան է հզորացնելու իր զավակին ցանկացած բայրում իրեն դրսևորելու հարցում։ Հենց որ ծնողի գիտակցությանը հասնում է, որ ինքնաճանաչողությունը, այսինքն ազգային կրթությունը, որի անունը ազգային կրթություն է, հզորացնելու է իր երեխային, վերջ ինքը ամեն ինչի պատրաստ կլինի, որ իր երեխան ստանա այդ, այսինքն ինքը գիտի, որ կա ծորակ, հա, կա աղբյուր, հողի միջից բխող, որտեղից ինքը իր երեխան եթե խմի չի հիվանդանա եւ առողջ կլինի եւ հզոր կլինի։ Եթե չխմի, ինչ որ վատ բան կա։ Ինչ որ մի բան, չէ, ամեն դեպքում թույլ կլինի։ Ոնց է եւ չպատահի, քիչ չեն զուրված մարդիկ, որոնք ապրում են, բայց այն հզորությունը, որ տալիս է քո ինքնության գիտակցումը եւ իմացությունը, ես համարում եմ, որ ոչ մի բան չի կարող տալ։ Եթե դե իրանց համար բացահայտվի, միգուցե նոր իմանանք ինչի։ Հայաստանում ապրող ծնողին ենք բացահայտում, զարմանում է։ Ուրեմն դա մեկ կարևոր առաքելություն, որ ես տեսնում եմ այսօր ձեր դերը Սփյուռքում եւ հատկապես մեր Ավստրալիա-հայ Սփյուռքում, որի մասին ձեզ առանցին կպատմեմ, թե ինչպիսի դպրոցներ ունենք, ինչ խնդիրներ ունենք, ինչ հնարավորություններ եւ բավական միասնական եւ համերաշխ են աշխատում եւ մենք կարիք ունենք այս օգնության։
Եվ երկրորդը մենք ունենք օրինակ Գոլստեն ճեմարանը, որ ամենօրյա ավստրալիահայ ամենօրյա դպրոց է, ավստրալիական դպրոց է, այդպես մասնավոր, բայց հիմնական ավստրալիական ծրագրով է առաջնորդվում եւ միայն ունեն հայերենի դասեր, այդ առումով երկլեզու է համարվում, բայց այն առումով միայն որ հայերենի դասեր ունեն եւ շատ այդպես հայկական միջավայր է, աշակերտների մեծամասնությունը հայեր են եւ համարյա ամեն տարի դպրոցը կամ 2 տարի մեկ դպրոցը այցելություն ունի 9-րդ եւ 10-րդ դասարանցիներին, եթե չեմ սխալվում, այդ դասարանի աշակերտները էքսկուրսիա են անում Հայաստան։ Եվ հիմա իմ մտքով անցավ, որ այդ բոլոր հրաշալի վայրերը, որ այցելում են, շատ կարևոր մի այց կլինի այցելել Հայասպետ, նստել ձեր աշակերտների հետ նույն մի քանի ժամ, մեկ ժամ։ Եվ ոչ միայն։ Եվ ունենալ ենք հնորկալել, մենք ունեցել ենք նույն փորձ, տարբեր երկրների Հայասպետ հստակավը երբ որ կար, մենք վերջով քանի անգամ կազմակերպել ենք նաև Սփյուռքում ապրող երեխաների համար, եւ այդ երեխաները ապրում էին մեր աշակերտների տներում, որովհետև իրենք դառնում են նաև հայ ընտանիքի մաս եւ իրենք տեսնում են ինչ է իրականում հայ ընտանիքը հայաստանյան անկալումով եւ շատ մտերմանում էին եւ մենք իրենց ուղեկցում էինք բոլոր այդ վայրերը եւ իրենք այդ ամենը լսում էին իրենց հասակակցից ոչ թե ուղեկցողից գիտից կամ ուսուցիչից որը ավելի էր իրենց ընկալելի դարձնում եւ մտերացնում եւ իրենք տեսնում էին իրենց հասակակից հայ երեխա, որի համար այդքան թանկ ու կարեւոր է, որի ի վերջո հպարտության ակունքն է վերարտեսարժան վայրը, այդ իր ինքնության մասերն են, չէ՞, դրանք ամեն ինչը։ Այնպես որ ես ոչ միայն այցելություն Հայասպետն ու Հայասպետի դռները միշտ բաց են եւ բնականաբար մենք միշտ ուրախ կլինենք, նույնիսկ դասեր մենք իրենց համար կարող ենք դասեր կազմակերպել ավելի մատչելի մակարդակով որքան մեր երեխաների համար, որ հասկանալի պատճառներով, բայց նաև կարող ենք շատ ավելի նպաստավոր մտերմություն եւ մտածում եմ, որ այդ մտերմությունը միայն չսահմանափակվի այցերով, օրինակ մտերմություն առաջներում կային, այդպես փենփալ էին կոչվում, այսինքն գրչընկերներ եւ այսօրվա հատկապես տեխնոլոգիայի պայմաններպես կարիք չկա սպասելու նամակը տեղ կհասնի եւ այլն, օրինակ մեր դպրոցի հենց հայերեն դասընթացի ծրագրում կարելի է ներառել հայ օրինակ եթե հրճակվեն քույր դպրոցներ, ես այսպես հեռանկարի այսպես իմ ցանկությունն է ընդհանրապես, բայց այնուամենայնիվ ցանկությունները պետք է բարձրաձայնել, որ կատարվեն եւ այդ առումով եւ ձեր դասընթացի մաս կկազմի Սփյուռքահայ իրենց ընկերներին նամակներ գրել ամեն մեկը իր գրչընկերը կունենա նամակագրություն գիտեք սկսած կենցաղային կյանքի ինչ որ դեպքերից պատմելով վերջացած գաղափարական ինչ որ հանգուցալուծումներին, որ վաղը հիմք կծառայի, որ այսօրվա սերունդը լուծի եւ այսօրվա եւ վաղվա խնդիրները եւ դա կսկսվի հենց գրչընկերությունից օրինակ այդպես մեկ գաղափար։ Նշեցիք Հայասպետ հերոստա խաղի մասին, սա առանձնահատուկ ուզում եմ նշել, որովհետև ճիշտ է խաղը մեծ վիրորդականություն էր վայելում Հայաստանում, բայց տեսեք, որ Ավստրալիայում այն նույնպես ավստրալիահայ համայնքում մեծ արձագանք գտավ եւ 4 տարի առաջ ձեր հաղորդման ոգեշնչման մենք ստեղծեցինք Պատանի հայագետ ծրագիրը, որը ստեղծվեց համազգայինի Ավստրալիայի շրջանային վարչության ջանքերով եւ հովանավորությամբ Եվ թեև Պատանի հայագետը իր թե ձևաչափով, թե բովանդակությամբ մի փոքր տարբեր էր Հայասպետից, բայց միևնույն նպատակներ էր ապրում հայ պատանիների հայագիտական կրթությունը, բայց նաև Պատանի հայագետը մեկ ոչ պակաս կարևոր նպատակ ուներ միավորել ավստրալիահայ բոլոր դպրոցների աշակերտներին միևնույն հարկի տակ, մինչև այդ նման հնարավորություն երբևէ չէր եղել Եվ ամենակարևորը ոչ թե խաղի ընթացքում դպրոցները մրցում են միմյանց դեմ, այլ թիմեր են մրցում միմյանց դեմ, այդ ամեն թիմում ամեն դպրոցից տարբեր աշակերտներ են միավորված, այսինքն ստացվում է դպրոցների համագործակցություն։ Եվ արդեն այս տարի 4-րդ տարին էր, տարի մեկ անգամ մոտավորապես նոյեմբեր ամսին, որ թողարկվում է մեր խաղը եւ նաեւ հեռարձակվում է Facebook-ի էջում հիմնականում տեղի հանդիսատեսի համար հիմա ուզում եմ իմանալ ինչպիսին է ձեր վերաբերմունքը ձեր Հայասպետի նման արձագանքին Սփյուռքում եւ հատկապես նրա թողած հետքին Ավստրալիա հայ համայնքում որի մասին երևի թե տեղյակ չէի տեղյակ չէի
հրաշալի ուղղակի, որովհետև գիտեք, ինձ հաճախ են հասրել, թե Հայաստանում էլ հայասպետի և ընթացքում և հետո բացվեցին նմանատիպ հաղորդումներ, ինձ հաճախ են հարցրել, բա ձեր հեղինակային իրավունքը, և ես միշտ ասել եմ ժողովուրդ, ես երջանիկ եմ, որ իմ արածը կրկնօրինակելու բան է, և ևս մի 10, 20, 100,000 երեխա հնարավորություն ունի մի բան ավել սովորելու։ Ասեմ ավելին, հիմա մեր լուրի տեղական հեռուստաալիքներից մեկը վերցրել է ամբողջ հայասպետի արխիվը և ցույց է տալիս։ Այսօր Հայաստանը նույնպես էլի դիտում են հայասպետ հեռուստախաղը և ինձ զանգեր եկան, որպես էլ ցույց են տալիս, ձեզանից վերցրել են թույլտվություն, ինչ թույլտվություն, ես եմ շնորհակալ, որ իրենք այդ գործը անում են։ Այնպես որ շատ ուրախ եմ նաև, որ Ավստրալիայում եք դուք նմանատիպ մի բան ստեղծել, ավելին ասեմ, երբևէ որևէ մի միտք, գործ, ինչքան էլ ուզում էինք խելացի լինի, տաղանդավոր լինի, անգամ հանճարեղ լինի, որևէ անձի չի պատկանում, դա աստվածային միտք է, որ այդ պահին իջնում է ինչ-որ անձի է տրվում, այնպես որ մենք ընդհանրապես կատարողներն ենք և բացարձակապես պետք չի մտածել, որ հայասպետից վերցված է։ Այդ գործը անելու լույսը իջել է Ավստրալիայում, ես չգիտեմ ու մտքում է հղացվել, բայց դա Աստված է ուղղորդել։ Ես համոզված եմ առավել քան դրանով, որ մենք շատ փոքր մարդ ենք, որ որևէ բան ստեղծենք, մենք դառնում ենք ընդհանրապես կատարող գործիքները և դա է մեր պատիվը իրականում։ Այնպես որ մեծ հարգանք ու պատիվ Ավստրալիայում նրանց, ովքեր այդ կարևոր գործը անում են, և եթե անգամ մեկ երեխա մի բան ավել է ստանում դրանից, ես դրանից միայն երջանիկ եմ և շատ շնորհակալ։ Մենք շնորհակալ ենք, որ այդ գաղափարը ձեզ մոտ հատկապես հղացավ և իհարկե ասում եք, որ դա ազգի համար է, ազգանվեր գործը բոլորինն է, բայց այնուամենայնիվ մեզ համար պատիվ կլինի, որ մեր պատանի հայագետ 5-րդ մյուս տարի մեր մրցույթին հնարավորություն ընձեռվի, որ դուք ներկա լինեք և տեսնեք, թե ինչպիսի պատանի հայագետներ կան Ավստրալիայում, ինչպես է հաջողվում և դա իսկապես շատ այսպես կարևոր ձեռնարկ է, որովհետև եթե այսպես նայենք որևէ այլ առիթ և հնարավորություն այդ երեխաները չէին ունենա սովորելու այն, ինչ սովորում են պատանի հայագետի շնորհիվ, օրինակ այս տարի մեր թեման Արցախն էր, որ առաջին հայացքին թվում է այսպես արգելված, ցավոտ թեմա, չդիպչել, բայց գիտեք, ցավին պիտի դիպչես, որ դարմանես, չէ, առանց դիպչելու ինչպես կարող ես բուժել և կախված է, որ այդ դիպչելու ընթացքում դու ինչ դարման ես դնում և այդ ենթաթեմաները, որ ընտրել ենք և այդ ոգին և հանդիսատեսը և հանդիսատեսը ևս կրթվում է, ոչ միայն մեր պատանի հայագետները, ես անպայման ձեզ հղումը կուղարկեմ, կխնդրի, որ ժամանակ ունենաք նայեք, տեսնեք, մենք ունեինք այդտեղ և Արցախի ազատամարտիկների թեման և ունեինք անգամ Արցախյան խոհանոց, Արցախյան բանվառը, պատմական Արցախ, մշակութային բնությունը և աշակերտները այսպես թե իրենք, թե հանդիսատեսին այսպես մի ամբողջական շրջագայություն տարան, չեմ ասում եք պատմական հայրենիքով, մեր ներկա հայրենիքով, որի առջև խնդիր ունեն լուծելու և այդ հրամայականը միշտ կար, որ խնդիր ունենք լուծելու։ Տեսեք, էլի անդրադառնում նստեցին, ասում է, ոչ մի ժողովրդի հող երբեք չի կարող խալաշ մնալ մյուսինը, եթե այդ ժողովուրդը չի դադարում հիշել իր հայրենիքը և տիեզերական արդարության օրենքներով մի օր անպայման այդ հողը վերադառնում է։ Հետևաբար մեր մանկավարժների առաքելությունը այստեղ շատ կարևոր է, որ մենք մեր հայրենիքի, մեր առևանգված հայրենիքի հիշողությունը թարմ պահենք այնքան, մինչև ծնենք այն այդպես վերադարձնողներին, որոնք պիտի երազեն և երազանք իրականություն դարձնեն։ Բոլորովին էլ պատահական չէ, որ դուք հենց Արցախի թեման եք վերցրել և չպետք է վախենալ ցավից։ Ես դա ասում եմ որպես այդ ցավի համար առաջին կրողներից մեկը, որովհետև
Տառապանքին կպարտի աշխարհի ամբողջ հանճարեղությունը։ Տառապանքից են ծնվել բոլոր հանճարեղ գործերը եւ տառապանքից են ծնվել նաեւ բոլոր նվաճումները։ Արցախի կորստյան, Արցախի վաճառքի տառապանքի ցավը եւ անպատվության ցավը մեզ մանկավարժներից պիտի օգնի, որ մենք նոր նրտեղներ ծնենք, նոր մոնթեներ ծնենք, որտեղ ծնել միայն չի նշանակում ֆիզիկական գոյությունը, ի վերջո մանկավարժն է կերտում մարդուն։ Եվ ես միանշանակ համոզված եմ, որ մենք հետ ենք բերելու Արցախը, առայժմ Արցախը, դա ուղիղ համատական է մեր ցանկությանը հետ բերելու։ Իսկ ով պիտի այդ ցանկությունը արթնացնի, մանկավարժը։ Որտեղ ծնողը շատ հնարավոր է չունի անգամ այդ գիտակցությունը, թե ինչպես է եւս մանկավարժների կարիք ունեն։ Մանկավարժները աշխատում են որքան ծնող աշակերտների, երևի կրկնակի անգամ ծնողների, որովհետև առաջին հերթին երեխաները նախ դպրոցից վերադառնում են տուն, երկրորդությունը այն ինչ որ դպրոցում ստանում են պետք է այնտեղ շարունակվի, եւ երկրորդը ծնողներ առաջնորդում է երեխային դպրոց, ուրեմն նա էլ նույն մանկավարժի կրթությանը կոնե պետք է համահունչ լինի իրենց դասիրակությունը եւ գիտեք վերջում այդ դուք նշեցիք երիտասարդների մասին, իրենց ոգու մասին եւ ես ոչ թե կարծում եմ, ես վստահ եմ, որ ավելի քան որևէ մեկը դուք այստեղ ասելիք ունեք եւ այն ինչ որ դուք ասում եք տառապանքի միջոցով են ծնվում այն գաղափարները, որոնք գործնականում հնարավոր իրականություն դարձնել եւ ոչ թե ուղղակի խոսքեր, գեղեցիկ, այսպես էսթետիկական։ Այսօր սփյուռքի երիտասարդները մենք ունենք այդ ներուժը ինչպես Հայաստանում, այնպես Սփյուռքում հետաքրքիր սերունդ է առաջ եկել եւ կարիք ունի այդ կրթության եւ հատկապես ձեր նման, այստեղ ուզում եմ ասել ոչ թե ուսուցչի, այլ ձեր նման մայրերի խորհրդի մեր հայ երիտասարդները ունեն այդ կարիքը եւ ես ձեր դերը եւս տեսնում եմ այսպես անհրաժեշտությունը, որ այցելեք եւ մենք ունենք երիտասարդական միություններ Ավստրալիայում, այցելեք եւ խոսեք իրենց հետ։ Սիրով, մեծագույն պատասխանատվությամբ եւ սիրով ես դա նույնպես համարում եմ աստվածային հանձնարարություն եւ միշտ մտածում եմ, որ այն որ անգամ իմ որդին իմենան ին միջոցով աշխարհ եկավ, դա նույնպես կանխորոշված է, դա նույնպես հանձնարարություն է, դա նույնպես պարտավորվածություն է, հերոսի մայր լինելը նախ եւ առաջ պարտավորվածություն է արդեն, պատասխանատվություն է ամբողջ ազգի առաջ, որտեղ քեզ է տրվել պատիվը հերոսի մայր լինելու, ինչքան էլ դա ցավոտ լինի, ինչքան էլ դա տառապանքին լինի, բայց դա մեծ պատիվ է եւ այդ պատիվը պետք է արժանապատվությամբ կրել եւ զավակի առջեւ քո պարտքը կատարել եւ ում համար զավակը կյանք տվեց, իսկ նա տվեց ազգի համար, այդ ազգի առջեւ այդ պատասխանը։ Ի վերջո ինքը ապրում է այն բոլոր երիտասարդների եշաների մեջ, որոնք իր շարունակությունն են լինելու, այնպես որ դա ինձ համար գերագույն հաճույք է, գերագույն։ Ես ինձ ապրեսնում են միայն հիմա երեխաները։ Շատ շնորհակալություն այս հանդիպման համար, այս հնարավորության համար եւ ես հույս ունեմ մեր հանդիպումները կշարունակվեն թե Հայաստանում, թե Ավստրալիայում մոտ ապագայում։ Շատ շնորհակալ եմ։ Ես ինքս շատ շնորհակալ եմ։ Այսպես ասեմ, դուք նույնպես Ավստրալիայից այդ հայկական դպրոցների գոյության, հայկական խաղի գոյության, ձեր գոյության լուրով նորից ուսավարեցիք եւ մենք էլ ունենք դրա կարիքը շատ ունենք, որովհետեւ ցավոք այսօր հայրենիքում նույնպես մենք պայքարում ենք ազգապահպանության համար։ Շնորհակալություն։ Ես